Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անդադ խոսում ենք Նիկոլ Փաշինյանից, խոսում ենք իր իշխանության ծրագրից, որը իմ գնահատմամբ թուրքական ծրագիր է, դա հայկական ծրագիր չէ, հայանպաստ չի կարող Հայաստանի օգուտ բերել, հա։ Բայց մյուս կողմից ես հաճախ ընդունում քաղաքական գործիչների ընդդիմադիր հարցեր եմ տալիս այդ թվում ձեր ֆրակցիայի ներկայացուցիչներին, բոլորը քննադատում են Փաշինյանին եւ լավ են անում, որովհետեւ քննադատելու տեղ կա եւ դատապարտելու տեղ կա ինչ որ ինքը անում է, բայց այսինքն չկա գործընկերություն ծրագիր ինչ անել, որովհետեւ ես օրինակ ձեր ասուլիսին անգամ հարց չտվեցի այս ակնկալիքով, որ կհամաձայնեք ապագայում հարցանունիցի, որ այս հարցերը շատ ավելի բաց փորձենք բացել, հա։ Իրավիճակը գիտեք ինչ է նմանեցնում, եթե ինչ-որ տարիներ առաջ Հայաստանում արշավ կար թուրքական հագուշ չհագնելու։ Ես հիմա որ ընդդիմությունը ծրագիր մանրամասնորեն չի առաջարկում, նմանեցնում իրավիճակի, որ ասենք մարդիկ կոչ անեն, որ թուրքական հագուստ Հայաստանում չկրեն, բայց ուրիշ հագուստ չառաջարկեն են։ Այդ դեպքում լավագույն դեպքում այդ մարդիկ մերկ են մնալու, հա։ Այո, վատ ծրագիր է, ինչ-որ խաղաղության ծրագրի տակ են տալիս, պայմանագրի անվան տակ են մեզ մատուցում։ Այո, վատ է, ինչ որ տեսնում ենք միջազգային հարթակներում, որ ինքը ինչ է անում, հա։ Բայց ես անկեղծ ակնկալիք ունեմ ձեզանից լսելու, իսկ դուք ինչ եք պատրաստվում անել, որովհետև հղում անել ձեր նախորդ կառավարման շրջանին, այո, հստակ ձեռքբերումների տարիներ են եղել, բայց աշխարհը հիմա 1998-ից 2008 թվականների աշխարհը չի, բավական բաներ են փոխվել, ավելին ասել, այն ժամանակ Հայաստանի կուտակած ռեսուրսները այլևս գոյություն չունենան, ուզում շատ հնարավորինս պարզ մեզ բացատրեք, որն է ձեր ծրագիրը, հա, անելու մի կողմ թողնենք Նիկոլի արածները։ Հասկացա, նայեք, պետությունները ոնց են դիրքավորվում այս աշխարհ եւ իր հարևանների հետ եւ մոտակա հարևանների ավելի հեռու գտնվող հարևանների կամ աշխարհակական կենտրոնների հետ ինչ որ ձևի դիրքավոր ճիշտ հատկապես փոքր պետությունների համար սա չափազանց կարևոր է հիմա դու քեզանից պետք է գնահատես դու ինչ ես քեզանից ներկայացնում ինչ պոտենցիալ եւ հնարավորություններ ունես քո անվտանգությունը ապահովելու համար ինչ պետք է անես այդ ուղղությամբ սեփական բանակ անվտանգային համակարգ եւ դու ինչքան ավելի ուժեղ ես լինում այնքան ավելի գրավիչ գործընկեր ես լինում ուրիշների ինչքան դու թույլ ես այնքան քո ընկերությունը ուրիշների հետ դիտվում է որպես sense մի երկիր որի վրա ընդհանուր դիցախ սերան ես անընդհատ պիտի խնդրանքներ ունենաս ոչ թե գործընկեր է այլ բեռ է մենք մեր այսօրվա կեցվածքով մենք դրել ենք այսպես բեռ պարտներ կարգավիճակի մեջ ոնց է դա փոխել ինձ հասկանում ու փոքր երկիրը կարող է եւ պետք է որոշակի կոմպլեմենտորության sense քաղաքականություն ունենա բայց ինքը չի կարող շպագատի մեջ չի կարող վերջնայեք վերջերս Հայաստանի վարչապետը եղավ Էստոնիա փոքր երկիր Ռուսաստանի հետ սահմանակից չասենք թե ուր գնաց ցարիկ դրեց ինչի համար եւ այլն բայց այդ փոքր երկիրը ինքը իրենք որոշել են որ իրենք վտանգ են տեսնում Ռուսաստանից ինչքանով է արդարացված դրա մասին չեն քննարկում չեմ կարծում որ դա արդարացված է բայց իրենք ուղղություն են վերցրել օրինակ Եվրոմիություն, ՆԱՏՕ եւ փորձում են այդ մեծ համակարգի մաս լինելով իրենք որպես փոքր պետություն երաշխավորել իրենց անվտանգությունը։ Հիմա Հայաստանը այս տարածաշրջանում մենակ ի վիճակի է դա ապահովում այս վիճակում։ Չեմ կարծում որ է ողջամիտ մարդ կարող է այս հարցին ասել այո կարող չի կարող։ Ուրեմն դու առաջերտին քո ներսում ավելի կազմակերպված պետք է լինես, քո բանակով զբաղվես եւ հնարավոր աշխարհակաղակական պարտներների հետ այն ընկերությունը սահմանել, այն գործընկերությունը, որը կկոմպենսացնի այ բացը ինչ դու ունես։ Սա շատ պարզ տրամաբանված մոտեցումներ են։ Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունը այդ ուղղությամբ որևէ բան անում է։ Հիմա նայեք, մեր տարածաշրջանն ուղղակի քարտեզին նայեք։
Հարավային Կովկասը հյուսիսում, Ռուսաստանն է հարավում, Թուրքիա, Իրան։ Այսօր մտածել, թե եվրոպացի կարող է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծել, միամտություն է կամ մանկամտություն է ուտի ճիշտ։ Ոչի չկա։ Հա, Մակրոնը ինչ որ մի սիրուն հայտարարություն կանի, մենք կուրախանանք, միգուցե ոնց Հայաստանի վարչապետին մի հատ վարչապետի հետ կգրկա խառնվի, ինքը սիրում է գրկա խառնվել ընդհանրապես, դրանով ամեն ինչ ավարտվում։ Հիմա կա 3 պետություն, որոնք հողի վրա այս տարածաշրջանում իրականում կարող են դերակատար լինել։ Կրկնեմ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Հիմա որ երկիրն է մեզ ավելի հոգի հարազատ։ Շատ բարձր հարց է դուրս։ Որ երկրի հետ են մեր տնտեսական կապերը ավելի ուժեղ։ Ունեն պատմություն այդ կապերը եւ ունեն ծավալ։ Հսկայական ծավալ։ Որ պետությունն է այդ 3 պետություններից ամենից հզոր իր պոտենցիալով եւ տնտեսական եւ ռազմական եւ որ պետությունն է մշակութային առումով մեր հետ շատ ավելի մոտ այստեղ այն հարցերն են որտեղ որոնց չկան sense բազմակարծիքության բան չի կարող լինել նաեւ մշակութային կոդով ամենից մոտ պետությունը մեզ համար Ռուսաստանն է մյուսը Թուրքիա կարող է Թուրքիայի հետ մենք ունենանք այս ինչ որ ասում եմ այս բոլոր կոմպոնենտները կան թե չկան երկը չկա ավելինը մեր հարաբերությունները ծանրաբեռված են պատմական լիք պատմական բեռով շատ ծանր բեռ հիմա ուրեմն մենք պետք է ճիշտ կողմնորոշենք եւ ասենք մեր անվտանգության համար ինչ է պետք դա այն է ինչ առաջին նախագահից սկսած մինչեւ երրորդ նախագահ Հայաստանը անում էր Որին պետք է այդ հարաբերությունները ոչ թե շպագատով փորձել կարգավորել։ Շատ հստակ, ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ։ Սա այն կոմպոնենտն է, որը միացնում ես ներսում կազմակերպվածության քո պոտենցիալը բացահայտելու շատ ծանր աշխատանքով եւ այս երկուսը միացնելով դու ապահովում ես քո անվտանգային հարցերը։ Ճիշտ այնպես ինչպես դա արել էինք վերջը բավական երկար տարիներ։ Սա այն դեպքը չի, որ մենք բազմաթիվ այլընտրանքներ ունենք։ Ոչ չկա։ Եվրոպայից վերջի այս քննարկումները անիմաստ քննարկումներ են։ Հա, սիրուն ինչ որ թեմա է, բայց այդ թեմայի նաև հենց եվրոպացիք չեն էլ արձագանքում։ Այսօրվա վիճակում կա միակ նպատակ Ռուսաստանի վատություն անելով Ուկրաինայի միջոցով, Հայաստանի միջոցով մեկ այլ ինչ-որ գտնել այլ երկրների, որոնց միջոցով կարող է ինչ-որ վատություն անել։ Սա ռազմավարություն չի։ Սա ուրիշի ձեռքում գործիք հանդիսանալ։ Սա ինչ ենք ուզում։ Աննախադեմ փոքր հավելում անում։ Մենք իհարկե այնքան միամիտ չենք, որ հավատանք, որ աշխարհակահական հարաբերությունները միակողմանի են, ոնց որ սրանք ասենք խորհրդարանում Եվրոպա գնալու նախագիծ են ընդունում, այո, համաձայնելով ձեզ հետ, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը եւս ուրիշ շահեր եւ այդ համագործակցությունը պիտի փոխադարձաբար լինի։ Մենք աշխարհում արդյոք Ռուսաստանի համար Հայաստանը առավել մեծ նշանակություն կամ զգալի նշանակություն ունի կամ Թուրքիան, Ադրբեջանը, որոնք մեր հակառակորդներն են եւ բնականաբար իրենք էլ են աշխատելու։ Այստեղ ինչպես պետք է բալանսավորել, որ մի կողմից Ռուսաստանը լրացնի անվտանգության այն բացը, որ մենք ունենք, մյուս կողմից Թուրքիա եւ Իսկ կա ուրիշ պետություն, որը ավելի է շահագրգռված Հայաստանով, քան Ռուսաստանը։ Կա այն վիճակն է, որ մենք օտարության տեղ ունենք, աշխարհաքաղաքական վիճակը ընդհանրապես այդ քաղաքականությունը դաժան է։ Հիմա մենք կարող ենք ստանալ եւ երազել ասել Ավստրալիայի հետ ուզում ենք եւ այլ Ավստրալիայի համար դու ով ես։ Դու հետաքրքիր չես ընդհանրապես։ Վերջը դու պետք է փորձես այդ երկրի շահերը համադրել քո երկրի շահերի հետ եւ հասկանալ այստեղ խաչման կետեր կան թե չկա եւ ինչքանով են լուրջ այդ խաչման կետերը եւ կառուցել ամեն ինչ դրա վրա։ Իսկ եթե դու փորձում ես եթե դու վարում ես անհասկանալի քաղաքականություն դու բարեկամներից թշնամիներ ես սարքում դու բոլորի մոտ կասկածամտություն ես մտցնում
թե դու ով ես, ինչ ես այդ ապամբում, ինչ կա, դու կարող ես ասել այսօր Հայաստանը արտաքին առումով ինչ քաղաքականություն է վարում, ես չեմ հասկանում, փորձում եմ հասկանալ ու չեմ հասկանում, սիտուացիոն, եթե հանկարծ Միքայել Արարեցի Ռուսաստանի հետ sense մի քիչ ջերմ բարևեցի, անպայման ինչ որ բան անես, որ մի ուրիշ տեղից Փարիզից այդքան էլ քեզանից չի հաստատվել։ Սա քաղաքականություն է։ Սա ուղղակի մի խայտառակություն է, որը շատ ծանր հետևանքներ է բերում։ Եվ միջազգ դրա պատճառով է, որ մենք այն աջակցությունը, որը սպասում ենք, չստացանք մի 2 տարի առաջ։ Խաղերի պատճառով։ Ունի լույս։